Իրանի արտգործնախարարը հաստատել է փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում տեղի կունենան ԱՄՆ-ի հետ բանակցություններ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնությունների պատճառով բանակցությունները չեն կայանա։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, որպեսզի բանակցությունները արդյունավետ լինեն, դրանք միջուկային հարցերից բացի պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին Թեհրանի աջակցությանը։ Թուրքիան կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում հրադադարը պահպանելու համար, հայտարարել է Էրդողանը։ Իսրայելի կողմից Գազայում շարունակվող հարձակումներն ու հրադադարի խախտումները անընդունելի են։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վրդովմունք է հայտնել ԱՄՆ-ի հանդեպ եվրոպացիների երկիմաստ վերաբերմունքի համար։ Եվրոպացիները անձնական կյանքում շատ բարյացակամ են եւ պատրաստ են շատ զիջումների գնալ, իսկ հետո հրապարակայնորեն հարձակվում են մեզ վրա եւ ասում. «Մենք չենք համագործակցի ամերիկացիների հետ, մենք ոչինչ չենք անելու ամերիկացիների հետ, կներեք, սա անհեթեթություն է», ասել է Վենսը։ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության են եկել փոխանակել 314 ռազմագերիների, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆը։